Բարև ձեզ իմ սիրելի TikTok-յան հետևորդներ, ձեզ հետ ծովին արվեդայական թվահոգեբան և տարոլոգն է։ Գնացինք, մարդիկ կան, ովքեր չգիտեն, թե որն է իրենց միսիան այս աշխարհում։ Եկեք հարց ուղենք, ովքեր կարող են այս հարցերը ուղղել։ Ես կխառնեմ, որն է ձեր միսիան։ Ես խառնում եմ, դուք հարցը ուղղում եք։ Որն է ձեր միսիան։ Կայսրուհին է, շատ լավ քարտ է, սա խոսում է այն մասին, որ բնության հետ է կապված ձեր միսիան, ստեղծագործության, գեղեցկության, բարգավաճման, առատության, այսինքն միսիան, որ դուք պետք է ստեղծագործեք և կյանք պարգևեք, այսպիսի անձանց առաքելությունն է, որպեսզի դուք կարողանաք ստեղծեք, սնուցեք, աճեցնեք, ինչպես սենց բառացիք եմ ես ասում, այնպես էլ փոխաբերական իմաստով։ Սա կարող է դրսևորվել որպես օրինակ, մայրություն, երեխաների հետ կապված դաստիարակություն, գեղեցկության հետ ինչ կապված է, բիզնեսի հետ ինչ կապված է, ֆունդամենտ, բավականին մեծ բաների մասին է խոսում, և հարմարավետ և բարգավաճ դարձնեք ամեն ինչ ձեր շուրջը, այլ ոչ թե ավիրեք։ Փոխաբերական իմաստով նոր գաղափարների մասին է խոսում, նախագծերի, արվեստի, նաև կապ ունի դերասանականի հետ, կստացի 3 թվանշանը, բայց այստեղ պետք է բավականին խորը անալիզ ձեզ։ Ես սա արդեն թվագիտական տեսանկյունից էլ եմ ասում, բիզնեսի ստեղծում և կյանքի կոչեք դրանք։ Բնության հետ նաև պետք է լինեք ներդաշնակ, ձեր միսիան նաև ներառում է բնության հետ կապված գեղեցկությունը, գնահատելը, ֆիզիկական զգացողությունները, հաճույք ստանալը և այդ ներդաշնակությունը աշխարհ փոխանցելը։ Ինչ կապված է ձեր մարմնի հետ, դուք չպետք է հուշտ լինեք ձեր մարմնից, հոգատար նրա մասին հոգ տանեք, որովհետև անձը կանչված է ցուցաբերելու մայրական կամ խնամող էներգիա, ապահովելով անվերապահ սեր, իշխանություն և ինքնահաստատում, միսիան այսպիսի կանացի իշխանության դրսևորում է, անձի միսիան է գտնել և արտահայտել իր ներքին ուժը, ինքնիշխանությունը և վստահությունը, առանց ագրեսիայի, առանց բնական գրավչության և հեղինակության։ Առատություն բերում է միայն